Տևական դադարից հետո վերսկսում ենք առերեսում հաղորդաշարը։ Հիշեցնենք, որ մեր տաղավարում առերեսում հաղորդաշարի ընթացքում խոսում ենք այն խնդիրների և մարտահրավերների մասին, որոնց առերեսվում է մեր պետությունը և ժողովուրդը։ Ահա մի նոր մարտահրավեր՝ տարածքների փոխանակում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե ադրբեջանական 4 անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում, Ղազախի շրջանի 3 գյուղերի և Նախիջևանի Տիգրանաշեն այսպես կոչված Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է, որը պետք է լուծվի սահմանազատման ընթացքում։ Հայտարարությունից մեկ օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրեց, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արցվաշենը և Հայաստանի Հանրապետության օկուպացված մյուս տարածքները։ Եվ այսպես, այսօր այս թեմայով առերեսվում են սահմանադրագետ Գոհար Մելոյանը և Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Նախ ուզում եմ հիշեցնել խնդրի նախապատմությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2021-ին իր ասուլիսի ընթացքում հայտարարում էր, թե հայկական կողմը խիստ կասկածում է, թե Բաքուն Հայաստանի տարածքում անկլավների գոյության իրավական հիմքեր ունի։ Նույնը ի դեպ ասել էր այդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ մեկ այլ ասուլիսի ընթացքում դարձյալ կրկնելով, որ հայկական կողմին Հայաստանի տարածքում այսպես կոչված ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավապայմանագրային հիմքեր հայտնի չեն, ինչքան մինչ այս պահ ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չեն գտել։ Ինչ փոխվեց դրանից հետո ձեր կարծիքով։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այդ հայտարարությունները դեռ արդիական են, ոչինչ չի փոխվել այդ հայտարարությունից հետո, միակ բանը ինչ փոխվել է, դա մեր երկրի վարչապետի դիրքորոշումն է այս ողջ գործընթացի վերաբերյալ, այսինքն նույն գործադիր իշխանության ղեկավարով երբեմն հայտարարություններ տարածում, որ անընդունելի է եւ անիրավահեն է այս գործընթացը ու ադրբեջանական պահանջը, այսօր հակառակ դիրքորոշում է արտահայտում։ Ինքը վերջերս ասուլիսում ճեպազրույցում ասաց, որ չի փոխվել, բայց կսկսի գործընթացը եւ այդ ժամանակ իրար իբր կներկայացվեն այդ բոլոր փաստաթղթերը կամ իրավական հիմքերը։ Տեսեք, իրավահենությունը ես տարընկալում եմ այնտեղ եղա, որ 21 թվականին է հողում տալիս։ Իրավահենությունը տարընկալումը նաև այն տեսանկյունից է տալիս, որ նախորդիվ նա հայտարարություն ունի եւ ոչ միայն իդեմ գործադիր իշխանության ղեկավարի, այլև այս իշխանության այլ ներկայացուցիչների, որ իրենք հայտարարել են դեռևս իրանցի շուրջ ընթացող իրադարձությունների շրջանակում, որ անկլավները համարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Այսպիսի բնույթի ունեցող հարցերը բավականին խնդրահարույց են իրավունքի տեսանկյունից, որովհետև առաջին ու հիմնական իրավահենությունը Հայաստանի տեսանկյունից այն է, որ մենք ունենք վարչատարածքային բաժանման մասին օրենք։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով դիցուք այս պարագայում, քանի որ արդեն նախորդիվ 10 օրերի ընթացքում արդեն օրակարգ են դարձրել, այդ թվում մեր խորհրդանում ազգային ժողովում Տիգրանաշենի հանձնման հարցը, Տիգրանաշենը հանդիսանում է Արարատ մարզի բնակավայր, Արարատ մարզի գյուղ։ Իսկ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նույն այս իշխանությունները ոչ վաղ անցյալում հղում են կատարել։ Եթե կհիշեք հայտնի բանավեճը, երբ իրենք այս օրենքի չգործող դրույթը հենց Նիկոլ Փաշինյանի դեմքով հղում կատարելով դրեց իր սոցիալական էջում, ասելով, որ դեռևս նախկին իշխանություններն են ճանաչել Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, մի փոքր մանիպուլատիվ նրբերանգներով, որովհետև կրկին ընդգծում եմ, իր կողմից կատարած հղումը ուժը չգործող դրույթ էր, իսկ երբ դու հղում ես կատարում, այնուհետև խոսույթում ձեր օրակարգային քաղաքական տանում եք այն գիծը, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը հենց մեր վարչատարածքային բաժանման մասին օրենքով ամրագրված բնակավայրերն են, այնուհետև դու այդ բնակավայրերը խաղարկման առարկա ես դարձնում, դա իրավահենությանը ուղղակի հակասում է։ 1. Երկրորդը, մեր երկրում մեր սահմանադրությունը 2015 թվականին ընդունված ուղղակիորեն ամրագրում է սահմանադիրը ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը անպայման դրա մասին առանձին անդրադառնալու ենք, բայց մինչև էլի ուզում եմ պատմությանը, վերադարձ կատարեմ, որովհետև հստակորեն արձանագրված է այն պահը, երբ ինքը
փոխեց անընդհատ կրկնելուց այդ ռեֆրենը, որ չկան հիմքերը, բայց 2023-ին լուրերի հետ հարցազրույցում էլի նշելով, որ Ադրբեջանը սեղանին չի դրել անկլավների իրավական հիմքերը, այնուամենայնիվ ասեց, որ այդ թեմային անդրադառնալը անխուսափելի է լինելու։ Պատճառաբանությունը այն էր, որ Հայաստանի տարածքի մեջ է մտնում նաև Արցվաշենը եւ Հայաստանի ոչ մի իշխանություն եւ ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Այս պատճառաբանությունը ձեզ համար որքանով է հիմնավոր։ Եկեք Արցվաշենի մասով մի հատ շատ պարզ եւ տրամաբանական հարց տանք, որի պատասխանը Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն տալիս։ Արցվաշենի հետ հաղորդակցությունը եւ կապը ո՞նց է ապահովվելու։ Եթե կա Արցվաշեն, կա Հայաստանի Հանրապետության տարածք եւ արանքում Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Այսինքն կա որևէ մեխանիզմ մշակած, երբ որ իրանք ասում են վերադարձնելու են Արցվաշենը, վերադարձրեցիք ադրբեջանական տարածքների թիկունքում կա X Հայաստանի Հանրապետության տարածք։ Ներս ու դուրսը ո՞նց են կանելու։ Ո՞նց է դա ապահովվելու։ Դրա մեխանիզմը ո՞նց է, այսինքն այդ ամպագորգոր պոպուլիստական շատ ականջահաճո արտահայտություններ անելը Արցվաշենի մասով, թողնենք մի կողմ, վերադառնանք գետնի վրա։ Ինչպես եք դա իրականացնելու, ինչպես եք այդ կապը ստեղծելու, ինչպես է բնակեցվելու Արցվաշենը։ Արցվաշենցիները ասում են մենք պատրաստ ենք վերադառնալ։ Ինչպես։ Այսինքն դուք պետք է սահման հատեիք Ադրբեջանի Հանրապետության 2 անգամ։ Մի անգամ այստեղից անցնելու համար, մի անգամ էլ դեպի Արցվաշեն հասնելու համար եւ լինելու եք այսպես իզոլյացիայի մեջ 4 կողմի։ Ով այդ մարդկանց անվտանգությունը այդտեղ ապահովելու, ինչպես է դա տեղի ունենալու։ Երևի զորքը կամ սահմանապահները։ Ես վստահեցնում եմ, որ Ադրբեջանը երբևէ թույլ չի տա Հայաստանի Հանրապետության զինված ներկայացվածություն իր տարածքում լինի։ Կարելի է այստեղ հայելային այլ հարցադրում է կատարեմ։ Այդ պարագայում ես նույնական խոսքի շարունակություն ունեի։ Ինչպես է ապահովելու Տիգրանաշենի կապը Ադրբեջանի հետ, որովհետև Տիգրանաշենը գտնվում է մեր ռազմավարական նշանակության մայրուղու շրջակայքում։ Իսկ Ադրբեջանը ուղակի մուտք ու ելք բնականաբար դեպի Տիգրանաշեն չունի։ Արդյոք Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով տալու են հերթական, ճակերտավոր անխոչնդոտ ճանապարհը։ Արդյոք Տիգրանաշենը եւ մյուս գյուղերը, որոնք անկլավ են անվանում, դառնալու են նոր միջանցքներ, որոնք տարբեր այլընտրանքային անվանումներով, օրինակ հիմա վերացական ունենք TRIP-ը, Զանգեզուրյան միջանցքի այլընտրանքային անվանման, լավ, Զանգեզուրի միջանցք չի, Թրամփի ուղին է։ Արդյոք հիմա մյուս անկլավային ճանապարհները չեն ունենալու նույնական խնդիր, որովհետև անգամ TRIP-ի պարագայում մենք մի շարք հարցերի տրցակ ունենք ու իրավական հարցերի տրցակ ունենք, որոնց այս իշխանությունը չի պատասխանել։ Օրինակ, ո՞նց է որ պետության իրավապահ մարմիններն են հսկողություն իրականացնելու, որ հատվածներում են անցակետեր սահմանելու, որ պետության իրավազորության ներքո է գտնվելու հանցանքները, որոնք հնարավոր են կատարվել, որ պետությունն է վերահսկելու տարանցիկ գոտին մաքսային վերահսկողություն իրականացնելու, սահմանային վերահսկողություն իրականացնելու, որովհետև ի տարբերություն սահմանային իրավիճակի, անկլավը արդեն լիովին ներպետական տվյալ պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ է խնդիր առաջացնում։ Ասեմ ավելին, մենք մինչ օրս ունենք իրավիճակ, երբ իշխանությունները, էլի հղում կատարենք ապրիլյան իրադարձություններին 2024 թվականին, երբ Կիրանցի սահմանազատումը իրականացավ, ու նաև այստեղ էլ կարևոր հարցադրում էր, ինչու հենց Կիրանց, ինչու Տավուշի մարզ, որովհետև դա մեր միակ սահմանային հատվածն էր, որտեղ Ադրբեջանը զինված ներկայություն չէր կարողացել ապահովել։ Միակ երաշխավորված սահմանային գիծն էր։ Կիրանցից հետո ամպագորգոր հայտարարություններ կատարվեցին, որ սահմանազատման գործընթացը կյանքի կոչվում, իրավահեն է այդ գործընթացը, բայց այնուամենայնիվ այդպես էլ պատասխան չտրվեց, թե Ալմա-Աթայի հռչակագրի պայմաններում, որը հիմնարար սկզբունքներ եք որդեգրում, սահմանազատման աշխատանքներում, որոնք են այն քարտեզագրումները հաստատված, որի հիման վրա դուք այդ սահմանազատումը կյանքի եք կոչում։ Եվ վերջին ամենակարևոր հարցադրումը, մենք ունենք իրավիճակ, երբ 22 թվականի ապրիլին, 24 թվականի ապրիլին Կիրանցի սահմանազատումը իրականացվեց 12 կիլոմետր շառավղով, դրանից հետո երկար ծավալուն ներպետական գործընթացներ տեղի ունեցան, սրբազան շարժում եւ այլն, իրավական գործընթացներ տեղի ունեցան,
կանոնակարգի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների ներպետական վավերացման գործընթաց, որը արդեն 8 անգամ 9-րդ նիստներ ունենում, սահմանադրական դատանի խնդրահարույց որոշում դրա սահմանադրականության վերաբերյալ եւ ի վերջո հոկտեմբերին ազգային ժողովի կողմից ընդունում այդ փաստաթղթի։ Հիմա այսքան ժամանակ է անցել, այդ ողջ process-ը շուրջ 18 ամիս տևել է։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով, երբ խաղաղության գործընթաց է, սահմանազատում է, արդեն իրավահեն սահմանազատում է, քանի կիլոմետր տարածք է սահմանազատվել։ Էլի մի հարց, որին մտադիր էի առանձին անդրադառնալ, բայց կարող է հարց առաջանալ։ Այ դուք խոսում եք այն մասին, թե մարդիկ այնտեղ ոնց են հասնելու, ինչպես է իրենց անվտանգությունը ապահովելու, նույնիսկ արդեն իրավազորության եւ այլ հարցեր։ Մի քիչ վաղաժամ չեն այս հարցադրումների համար։ Դեռ ընդամենը խոսակցությունը նույնիսկ դեռ հանրաքվեին էլ հարցը չի հասել, էլի։ Արդյոք հիմա այդ հարցադրումները հնչեցնելը դեռ վստահ որ լինելու է հանրաքվե այդ հարցով։ Խոսենք այդ մասին։ Շարունակելով պատասխանելով ձեր հարցին, շարունակեմ Գոհարի ասածը, տեսեք, ինչ է ասում Ադրբեջանը։ Սահմանազատման ու սահմանագծման process-ը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից, այսպես կոչված, դա իրանց պնդումն է, այսինքն դա երկու զուգահեռ իրար հետ կապ չունեցող process-ներ պետք է լինեն, այսինքն մեկը մյուսից չի բխում։ Երկրորդը ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարությունը։ Սահմանազատումն ու սահմանագծումը կարա տևի 30 տարի եւ ավելի, ինչպես օրինակ Ադրբեջան-Վրաստան, մինչեւ հիմա խնդրահարույց վիճելի տարածքներ ունեն, մինչեւ հիմա չեն ավարտել սահմանազատումը։ Երրորդը ինչ են ասում, ինչու է դա երկարաժամկետ, ինչի համար են իրանք երկարացնում դրա process-ը առաջինը։ Այն տարածքներում, որ 22 թվականից օկուպացրել են միջև այդ, ադրբեջանական զորքերը այդտեղ կանգնած են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ասում են, դե եկեք հələ սահմանազատումը կհասնի այդտեղ կանենք, նոր կորոշենք դա ձեր տարածքն է, թե չէ, թե արդեն մեր տարածքն է։ Եթե 30 տարի դա տևի, 30 տարի հետո Էշմիսադքի գարուն կգա վիճակ, Այսինքն ասում հələ կանենք, նոր կորոշենք, պիտի մեր զորքերը դուրս բերենք, թե չէ, այսինքն այդ բոլոր խոստումները, որ Հայաստանի իշխանությունը տալիս է, որ մեր ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերում եւ այլն, Ադրբեջանի պլանների մեջ դա մոտակա 20-30 տարին չի մտնում, անկեղծ լինենք։ Երրորդ, չորրորդ, արդեն դրույթը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, 12 կիլոմետրի վերաբերյալ։ Ինչ են իրանք ասում։ Սահմանազատումն ու սահմանագծումը հյուսիսից դեպի հարավ ենք սկսում անել, վերևից իջնելու ենք, երբ որ հարցեր բարձրացվում, ինչի եք Տավուշից սկսում, ինչի ավելի խնդրահարույց, այդ հենց օկուպացված տարածքների մասից չեք սկսում, որ ադրբեջանցիները տեղից դուրս գան, ասում են մենք նպատակահարմար ենք գտել տրամաբանությունը վերևից ներքև։ Հիմա, չգիտես ինչու, արտահերթ որոշել են, որ Սյունիքում պետք է դա իրականացնել։ Երկու զրուցակիցներն էլ անընդհատ են հարցերին են, որ ես մտածել եմ, որ հերթով անդրադառնալ ենք։ Այո, թեմային լավ տիրապետելու հետևանքն է։ Բայց այն հարցը, որ մի քիչ առաջ ուզում էի անդրադառնալ, այդ տեսեք հարցադրումով ասած դուք վստահ եք, որ լինելու է հանրաքվե, ես հասկանում եմ, թե ինչու կարող է այդ հարցը առաջանալ, պետք է այստեղ մեջբերում անել, որովհետև Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, եթե կլինի հանկարծ մտադրություն իրականացնել որոշ տարածքների փոփոխություն, համամասնորեն, այսինքն 1 քառակուսի մետրը փոխարինել 1 այլ քառակուսի մետրի հետ, այդ հարցով մենք պետք է մոտենանք եւ դիմենք ժողովրդին, ապա հետո նաեւ ավելացել են, նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Նրա այս պնդումը շատերը նկատեցին, որ ուղղակի հակասում է սահմանադրությանը, որի 214 հոդվածում ուղիղ նշվում է, որ տարածքի փոփոխությունը պետք է լինի հանրաքվեի միջոցով եւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հարցերը, բոլոր հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով մոտենալ ժողովրդին, բայց առանց հանրաքվեի, չգիտեմ, էլի 10 թվականին էլ էր տենց ասում, Ժողովուրդ ջան, հավաքվելու ենք հրապարակում, որոշենք Արցախի։ Տեսեք, մենք սա հերթական դրսևորումն է, մենք արդեն վաղուց իդեմ այս իշխանության ու իր ղեկավարի հեռացել ենք մեր պետության իրավականության ակունքներից, իրավական սկզբունքներից, որովհետև պատահական չեն հռչակվում, պետությունները իրավական, ժողովրդավար, դրանց ցուցիչները հստակ հենց
իրավանորմերի կյանքի կոչումն են ու նաև պատահական չէ նմանաբնույթ պնդումը, որովհետև մենք արդեն ունեցել ենք մի գործընթաց իդեմ Գիրանցի, երբ կրկին ընդգծեմ, հա, Արդարադատության նախարարությունը պիտակավորեց նույնիսկ կառավարման համակարգում գտնվող պետական կադաստրին, ասելով, որ իրենց տված սեփականության վկայագրերը խնդրահարույց են, երբ կրկին ամեն ինչ արեցին իդեմ իշխանության լրացուցիչ խաղաքարտեր մեր թշնամի հակառակորդ պետություններին, հա, կամ իրենց խաղաղասեր չակերտավոր բարեկամներին խաղաքարտեր տալով առ իրենց իշխանական պնդումների, որ գիտեք, հանրաքվե չի իրականացվում, որովհետև սրանք իրենց հողերն են, ոչ թե մենք հանձնում ենք հող, այլ հող ենք վերադարձնում։ Բնավ այդպես չէ, ինչպես կրկին ընդգծում եմ, Տիգրանաշեններ են, պարագայում նաև Գիրանցներ, որ կրկին մեր վարչատարածքային բաժանման մասին օրենքով հանդիսանում էր Տավուշի մարզի բնակավայր։ Եվ նման դեպքերում պատահական չի, հա, սահմանադրի կամքը։ Սահմանադիրը այս հնարավորությունը բացառապես պատվիրակել է իմպերատիվ կերպով մեր Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող բնակիչներին, որպեսզի որևէ կառավարություն ու իշխանություն հնարավորություն չունենա տարածքային ամբողջականության պես լրջագույն հարցը անել մեր պետության իրականության ու պատմական իրականության պայմաններում ինքնուրույն կանխորոշելու ու ընդգծեմ, որ դա անգամ տեղական հանրաքվեի մասին, հա, չի խոսքը։ Բացառում եք, որ այս դեպքում էլ կարող են սահմանադրական փոփոխություններ անել եւ ես բացառում եմ ես գտնում եմ, չեմ բացառում, բայց իրավակ իրար պրակտիկան ու արդեն այս իշխանության վարքագիծը ցույց է տալիս, որ իրենք ամեն կերպ հանրաքվե կատարելուց խուսափում են։ Իրենք խուսափում են նույն սահմանադրական փոփոխությունների ադրբեջանային օրակարգը, հա, որը արդեն 2 տարի է Ադրբեջանի նախագահի դեմքով դարձավ օրակարգային եւ անընդմեջ, հա, շուրջ նախորդ տարվա ընթացքում 30 անգամից ավելի բարձրաձայնել են թե նախագահ, թե այլ պաշտոնատար անձինք, որին անմիջապես հաջորդեց մեր երկրի վարչապետի խոսույթը առայն, որ սահմանադրական փոփոխությունների օրակարգը փոխվեց նոր սահմանադրության ընդունման օրակարգով եւ բացառապես դա մի նախապայման ուներ ու մի հիմք ուներ, որովհետև խնդիր կար մեր սահմանադրության նախապանից հեռացնելու հղումը առ մեր անկախության հռչակագիր։ Ու այս ամեն ինչը փոխպայմանավորված գործընթաց է։ Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները այնուամենայնիվ խուսանավում են հանրաքվե իրականացնելուց, թե սահմանադրական փոփոխության տեսքով, թե տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը, որովհետև առնվազն Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, ովքեր Տիգրանաշենի մերձակայքով անցել են, իսկ դա կրկին ընդգծում եմ, հա, դեպի Իրան հիմնական ռազմավարական մայրուղին է։ Քաջ գիտակցում են, հա, թե ինչ տեղի կունենա մեր պետության հետ, եթե այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանը ունենա ինքնիշխանություն եւ այդ տարածքային ամբողջականությունը այդպես խարխլվի։ Դա մեր պետության ընդհանրապես, հա, կոմունիկացիոն համակարգը կկատվածահար կանի։ Մենք կդառնանք հաշմանդամ մեր երկրում տեղորոշման ու ընդհանրապես մեր լոկացիաները տեղափոխելու հարցում։ Մեկ, երկրորդը մի հատ արձանագրելու փաստ կա, հա, ինչքան էլ խոսում են Արցվաշենի կարևորության մասին, նաև արձանագրենք հողի վրա, որ մեր այսպես կոչված անկլավները իրենց տարածքային առումով 1.5 անգամ գերակայում են Արցվաշենի տարածքը։ Ու կրկին ընդգծում եմ, հա, ինչքան է նաև խուսանավում են Զանգեզուրի Միջանցք եզրույթից, անկլավների հանձնումը որպես Ադրբեջանի տարածք եւ ճանաչումը դրա տարածքային ամբողջականության մաս լրջագույն հետևանքներ է ունենալու, այդ թվում արդեն իսկ առկա են լրջագույն օրահարցային խնդիրներ, որովհետև մենք ունենք բազմիցս անգամ բարձրացված հարցեր, հարցադրումներ իրավահեն, որոնք չունեն պատասխաններ։ Չի կարելի թշնամու հետ գնալ բանակցային գործընթացի, հետո կտեսնենք կամ դեռևս պատկերացում չունենք սկզբունքներով, ինչի մասին նաև այդ թվում ձեր մեր հարգարժան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցադրումներ տալու այս սահմանազատման հանձնաժողովի ղեկավարին, փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, երբ վավերացման գործընթացներ կանոնակարգի տեղի ունենում ազգային ժողովում, եւ նա բոլոր ուղղակի հարցերին ըստ էության ասաց, որ կոնկրետ չկան քարտեզագրումներ կամ պատկերացումներ, որոնք փոխհամաձայնեցված չեն, չկան փոխպայմանավորված ծույցություններ գործընթացի սկզբունքների վերաբերյալ, որովհետև ուրիշ կարևորագույն իրավական խնդիր էր
երբ այդ կանոնակարգը սահմանադրական դատարան ներկայացվեց, շուրջ 34 էջի շրջանակում սահմանադրական դատարանը անուղղակի հղում կատարելով գնահատական էր տվել մեր անկախության հռչակագրին, իսկ առավել խնդրահարույց սկզբունքների հետ կապված այդ կանոնակարգի օրինակ այնտեղ սահմանված էր, որ Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելու են, եթե հետագայում չսահմանվեն առավել գերակա ու նախապատվելի սկզբունքներ, այսինքն լրիվ իրավական որոշակիությունը չեղարկվում էր այս փաստաթղթով։ Տեսեք, ձեր զրուցակիցն էլ շեշտադրեց այն հանգամանքը, որ Տիգրան ռազմավարական նշանակություն ունի այն դեպի Սյունիք Իրան տանող միջպետական մայրուղու վրա է, եւ էլի մտահոգություններ են հնչում այդ կապակցությամբ, կոնկրետ Արցվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը առավոտին տված հարցազրույցում խոսելով այն մասին, թե Տիգրան փոխանակելու հանձնելու դեպքում ինչ խնդիրներ կառաջանան Հայաստանի համար, ասել էր դժվար ու ծանր կլինի։ Երևանից ուղիղ գծով երևի 30 քառակուսի կիլոմետր է, նույնիսկ տանկով կարող են խփել, ասել էր, եթե նա գալիս է քո սրտի մեջ է մտնում, բնական է ինքը այնտեղ ցորեն ու կարտոֆիլ չի ցանելու, տանկեր ու հրանոթներ է գնել։ Այս բոլորը, այս ամենը կարծես ելնում են այն կանխադրույթից, որ մենք էլի շարունակում ենք գործ ունենալու, օգտագործեմ այն ձևակերպումը, որ ձեր զրուցակից հնչեցրեց, թշնամու հետ, որի հետ պետք է բանակցել։ Բայց մեզ համոզում են, որ 2 տարի է մենք արդեն խաղաղության մեջ ենք ապրում, ապագան արդեն այսօր է, 2 տարի արդեն ապագա է եւ այլն, եւ այս կանխադրույթից չպիտի ելնենք, որ մենք այնտեղ տանկեր ու հրանոթներ են լինում։ Ձեզ համար եթե իրանց պատկերացրած այդ ապագան եւ խաղաղությունը նրա մասին է, որ Ադրբեջանը աճացնում է ռազմական բյուջե, ինտենսիվացնում է ռազմական, այդ թվում նաև միջազգային գործընկերների հետ զորավարժություններ, աճեցնում է զենքի գնումները, անցկացնում է մեծ շքեր, զորահանդես Բաքվում եւ միլիտարիստական նվաստացնող ռետորաբանությամբ խոսում հայերի եւ Հայաստանի մասին, եթե իրաց պատկերացմամբ խաղաղությունը դա է, ես իրենց համար շատ վատ լուր ունեմ, Ադրբեջանը այդ խաղաղությանը չի պատրաստվում։ Երկրորդը, վերադառնալով Մհեր Գրիգորյանի այդ դրվագին, այդտեղ շատ կարևոր պահ կա այն մասին, որ չկա սկզբունք, որով իրականացվում այդ process-ը։ Այսինքն ամեն առանձին վերցրած տարածքում ըստ պահի հարմարության են անում։ Միտեղ GPS-ով, միտեղ սովետական քարտեզով, միտեղ այդ պահի դրությամբ բանավոր պայմանավորվածություններով։ Հանրությանը գոնե չի ներկայացվել։ Թղթի վրա գրված 18 անգամ այդ մարդուն հարցրեցին, 18 անգամ չպատասխանեց, ինչ պրինցիպով է իրականացվում այդ սահմանազատումը։ Խիա ամենտեղ գործում տարբեր պրինցիպներ, որոնք միշտ, չգիտես ինչի, իշահ Ադրբեջան են արդյունքում դուրս գալիս, ոնց է դա ստացվում, էլի։ Դա էլ մի կողմ թողնենք։ Նույն Տիգրանաշենի մասով, հա, մենք արդեն մի անգամ բանավոր պայմանավորվածությամբ Գորիսկապան ճանապարհը հանձնեցինք եւ սարսափելի վատ է Տաթևի ճանապարհով անդադ իրանական բեռնատարներ այդտեղ առավել եւս ձմռան ամիսներին շատ վատ պայմաններ էր այդտեղ ճանապարհը ինչքան երկար ժամանակ չէր սարքվում անանցանելի էր դառնում հա այդտեղ մի հատ ֆուրա շուռ էր գալիս վերջ պարալիզացվում էր այդ ամբողջ մայրուղին եւ կապը Սյունիքի մարզի հետ մի հատ ֆուրայի պատճառով անընդունելի է անվտանգության տեսանկյունից այդ հարցը հիմա նույն բանը անում ենք մի քիչ այս կողմ հա Տիգրանաշենի հատվածում այսինքն կա մի հատ երկրորդական ճանապարհ որը այդքան էլ լավ բարվոք վիճակում չի որով էլի բեռնատարերի մեծ ֆուրաների անցանելիության պարագայում մի պալասա այս կողմից է, մի պալասա գնացողն է, այսինքն ոնց եք պատկերացնում էլի այդ երկրորդական ճանապարհը դառնա հիմնական արտերիա մի քանի մարզի հետ կոմունիկացիայի մեջ։ Այսինքն այդ սաղ լրացնում են, այդ ամեն ինչի մասին չեն խոսում, բայց մարդկանց ինչ որ հեքիաթներ են պատմում, որ այ հեսա Արցվաշենը բերելու են գնալու եք ապրեք, այսինքն այդ հույսի վաճառականությունը, այդ խաղաղության միֆը մարդկանց վրա վաճառելը եւ իրական գետնի վրա դա կարող ունենա հերթական սարսափելի հետևանքները, որտեղ այնպես չի չէ, որ առաջի անգամ ենք տեսնելու։ Մենք ունեցել ենք քանի դեպք արդեն, երբ որ այն նման անհասկանալի այսպես կոչված սահմանազատումների արդյունքում մեր անվտանգությունն է տուժել։ Ինչ եմ ենթադրում, որ վաղաժամ է, տեսեք, մի փոքրիկ գուցե աննշան վկայություն, հա, էլի այդ համայնքի Պարուր Սևակ գյուղի համայնքային աշխատակից Արտակ Ասատրյանն ի վկայություններ էլի առավոտին տված հարցազրույցում ասել էր, որ նախկինում, երբ Տիգրանաշենի շուրջ այս խոսակցությունները լարվում էին, մեզնից միշտ բնակչության հստակ թիվ էին ուզում, բայց այս անգամ դա չկա։ Իրավիճակը հանգիստ է, գոյություն չունի այստեղ։
Իսկ դրա հետ զուգահեռ պիտի հավելեմ, որ նոր խնդիր է առաջանում խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենան կապված TRIP նախագծի հետ եւ խոսքը բնականաբար գիտեք բազմաթիվ Սյունիքի մասին է եւ արդեն բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս եւ մասնավորապես ասում են եթե կոնկրետ մեր հանրապետության իշխանությունները ասում են, որ առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով, որի մեջ պարզապես գրված է ճանաչելու հարգել միմյանց սահմանը, բայց երկու անգամ Սյունիքում սահմանազատում իրականացվել է 1920-ին եւ 1991-ին։ Ինչ եք հիմա անում։ Տեսեք, նախ սկսեմ խոսքս այստեղից, որ խաղաղությունը միայն այս իշխանության օրակարգը չէ, մեր այս թեկուզ նմանաբնույթ զրույցների նպատակն է, որ այդ խաղաղությունը իրական լինի, որովհետև խաղաղությունը, որը մատուցվում է մեզ եւ մեր հանրությանը, դա մտածածին է։ Ինչու է մտածածին, որովհետև իշխանության խոսքերը չեն համընկնում իրադարձություններին, իրավահեն փաստաթղթերին եւ հայելային չեն։ Ինչ ունենք։ TRIP-ի շրջանակներում սկսենք, հա։ TRIP-ը դա օգոստոսի 8-ին կնքվեց երակողմ հռչակագիր Հայաստան, Ադրբեջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տեսեք, այս հռչակագրում այո կրկին սահմանվեց, որ հիմնական սկզբունքները փոխգործակցության բխում են Ալմա-Աթայի հռչակագրից։ Դրանից զատ հռչակվեցին ընդհանրական փոխհամագործակցության սկզբունքներ, ինչպիսին է տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը։ Բայց ինչ է այնուհետև սահմանում այս փաստաթուղթը։ Այնուհետև այս փաստաթուղթը հստակ Ադրբեջանի համար, Հայաստանի համար նախատեսվող պարտավորությունների մի շարք է տալիս։ Հիմա ինչ շահեց, ինչ է ստացել Հայաստանը եւ ինչ է ստացել Ադրբեջանը։ Ադրբեջանի համար սահմանվեց, որ Հայաստանը պարտավորվում է ապահովել անխոչնդոտ կապը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի Հանրապետության միջեւ։ 1. Հայաստանը սկսեց գործընթացը Մինսկի խմբի լուծարման, որը Ադրբեջանի վաղեմի երազանքներից էր գործընկերս կփաստի։ Հայաստանի Հանրապետության համար որևէ եւ վերջապես, հա, Հայաստանի Հանրապետության համար որևէ նմանաբնույթ հայելային պարտավորվածություն, որը իր վրա կստանձներ Ադրբեջանի Հանրապետությունները, գոնե առնվազն գերիների վերադարձման տեսքով չսահմանվեց այդ փաստաթղթում։ Ասեմ ավելին, մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթում 2020 թվականի ունեցել ենք այդպիսի ամրագրված պարտավորվածություն եւ ի հեճուկս այն հանգամանքի, որ հայկական կողմը այնքան մեր ռազմական վերահսկողության ներքո գտնվող տարածքները փոխանցել է հակառակորդ պետությանը, կրկին անգամ այդ մի դրույթը նվաստացուցիչ ու երկկողմանի իմպերատիվ հետևանք ունեցող, որ բոլորը բոլորի դիմաց պարտավորվում են գերիների եւ անհետ կորածներին վերադարձնել, այդպես էլ կյանքի չի կոչվել մինչ օրս։ Այս հանգամանքը գալիս է իջիկ դարձնելու խաղաղության միֆը ու վերջապես Սյունիքի սահմանազատում։ Եթե կհիշեք, արտահոսք եղավ նաև դեկտեմբերի 19-ի հայտնի մեմորանդում փաստաթղթի, որի հիման վրա Սյունիքում Դավիթ-բեկ ճակատեն Գորիսկապան տարածքներում այդ դելիմիտացիոն դեմարկացիոն գործընթացները տեղի ունեցել եւ ռազմական տեղակայումներ են ադրբեջանական զորքեր եղել։ Կրկին, հա, ուշադրությունը սևեռվում է Սյունիքի մարզի վրա, հայտնի հիշեք, հա, մեր փորձագետները բազմիցս ահազանգել են Զանգեզուրյան միջազգի կյանքի կոչման մասին, ու ինչքան էլ այս իշխանությունները վրդովվում են պնդելով, որ սա Զանգեզուրյան միջանցք չէ, սա TRIP-ն է, որը ապա ըստ էության, հա, նոր տնտեսական հնարավորություններ է տալի։ Այստեղ կրկին ընդգծեմ, մի շարք իրավական հարցադրումներ կան, որին այս իշխանությունները ի հեճուկս բազմաթիվ հարցադրումների զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն արձագանքում։ Ովքեր են լինելու սահմանապահ մարմիններ, արդյոք լինելու են սահմանապահ մարմիններ, ում իրավազորության ներքո է գտնվելու այդ ողջ անխոչնդոտ ճանապարհի երաշխավորումը։ Ընդհանրապես ովքեր են այս TRIP-ի կյանքի կոչման իրավական սուբյեկտները լինելու։ Դա այս մասով եղավ պարզաբանում, որ ստեղծվելու է Հայաստան հայ-ամերիկյան եւ այլն։ Բայց տեսեք, մեր կազմակերպության հետ կապված որևէ փաստահեն
երաշխիք մեզ համար տրված չի, որովհետև պետք է ի վերջո ինչպես Թրամփը իր հայտարարություններում մեկնաբանություններում ներկայացրեց, լինելու են կազմակերպություններ, ովքեր ստանձնելու են այս ճանապարհի կյանքի կոչման ու տնտեսական գործարկման իրավասությունը, ում ականջներն են լինելու այդ իրական սեփականատերերի որպես հետևում, հա, այդ իրավաբանական կազմակերպությունների, սրանք լուրջագույն հարցադրումներ են, որ խնդիրը ինչու՞մ է կանում, հա, Տիկին Իսրայելյան, խնդիրը մեր կանում է նրանում, որ այսպիսի հարցադրումները պետք է կանխավ ունենան պատասխաններ, պետք է այս հարցերը լուծվեն, համաձայնեցվեն, նոր կնքվեն փաստաթղթերը, միջազգային պայմանագրերը, այլ ոչ թե հակառակ տրամաբանության գնա, հա, կնքենք, ստանձնենք պարտավորվածությունը, հետո տեսնենք ոնց կլինի, այն էլ այնպիսի իրականությունում, երբ ուժն է ծնում իրավունք, իսկ մենք բարվոք դիրքերից չենք։ Դրա համար մեր լրջագույն խնդիրը կանում է նրանում, որ մենք անելանելի անհուսալի չի իրավիճակը միշտ ավելի լավ կարող է լինել, եթե ունենանք ավելի պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանք, ավելի պրոֆեսիոնալ ու ավելի հայկական շահից բխող ազգային ու քաղաքական ներկայացվածություն էս գործընթացներում։ Իրոք լրջագույն հարցադրումներ են, բայց ես նորից այս մի շեշտադրումը կուզենայի, որ հնչեր էլի, եթե կողմերը ճանաչում են խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, եթե 91 թվականին խորհրդային միության փլուզման պահին մեր եւ Ադրբեջանի միջև սահմանային վեճ ինչքանից հայտնի է գոյություն չի ունեցել, ինչն է ստիպում նորից ճշտելու, քանիցս ճշտված սահմանը։ Մի հատ կներեք, մի երկու բառ ավելացնեմ տրիպի մասով, վերադառնամ ձեր հարցին, էլի։ Ինչն է խնդիրը օգոստոսի 8-ի փաստաթղթի, որ մի քանի օր հետո պարզվում է, որ երկու կողմը, որոնք դա ստորագրել են, բացարձակ դիամետրալ տարբեր պատկերացում ունեն այդ փաստաթղթի մեջ գրվածի մասին։ Այսինքն հայկական կողմը մեկնաբանում է լրիվ այլ կերպ, ադրբեջանական կողմը լրիվ այլ կերպ եւ Հայաստանի իշխանությունները ինչ որ պահից ստիպված եղան դա բարձրաձայնել, որ հա, գիտեք, մենք գնացել ենք ինչ որ թղթի կտոր ենք ստորագրել, բայց ոչ մենք գիտենք մեջը ինչա, ոչ ադրբեջանցիները, որովհետև մենք լրիվ տարբեր ձևով ենք դա մեկնաբանում։ Հարգելի ես, բա միջև այդ փաստաթղթը պատրաստելը։ Ինչով եք դուք զբաղված եղել, որ ժամերով գնացել նստել բանակցել եք Աբու Դաբիում, փակ դռների հետևում, այդ փաստաթղթի շուրջ։ Ինչ եք դուք այդտեղ քննարկել, եթե արդյունքում ստացվում է, որ նույն ձեր վկայակոչած, հա, հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակը ինչ ասում։ Ասում աստ այդ փաստաթղթի մի քանի անգամ է շեշտում։ Մի նախադասության մեջ 18 անգամ երևի դա ասել է։ Անխոչնդոտ Նախիջևան, Ադրբեջանի տարածք հաղորդակցություն։ Ոնց է դա օրինակ համադրվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հետ։ Երբ որ ասում եմ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմաններում է լինելու։ Անխոչնդոտ չի ասում անխափան, միայն անխափանի մասին չի խոսքը։ Հայկական կողմը տենց անխափանի վրա է անդադար շեշտում։ Չէ, ուղղակի տերմինը անխոչնդոտն է։ Անընդհատ շեշտում է, դա պիտի լինի անխոչնդոտ, ասում եմ, մենք հայ երես պիտի չտեսնենք այդ 42 կիլոմետրը անցնելուց։ Այդ դեպքում հարցադրում է ցակում արդյոք հենց ադրբեջանական իրավապահներն ու մաքսային ծառայություններն են իրականացնելու մեր ինքնիշխան տարածքում վերահսկողություն այդ գործընթացի նկատմամբ։ Ու կներեք, կիսատ մնաց ուղղակի պատասխանը, հա, ձեր հարցադրմանը Սյունիքի դելիմիտացիայի ու սահմանազատման հետ կապված։ Հենց դա այսօր օդում կախված ամենալուրջ հարցերից է։ Մենք ունենք հայկական կողմը իրավիճակ, երբ մեր այս բազմաթիվ փաստաթղթերի ավելացնենք, հա, որ նաև նախաստորագրված խաղաղության պայմանագիր ունենք մենք այս պահի դրությամբ սեղանին դրված։ Այդ իրավիճակում ունենք Վայոց ձորում մեր այդ գոնե հաստատապես ճանաչված ինքնիշխան տարածքում Ադրբեջանը ռազմական ներկայացվածություն։ Ինչի այդտեղից չի սկսվել գործընթացը։ Ինչ վերաբերում է հարցադրմանը, եթե Ալմա-Աթայի հռչակագրով ենք առաջնորդվում, ըստ էության եղել է այդ սահմանազատումը, հենց մեծագույն օդից կախված հարցը մնում է նրանում, որ այդ պայմաններում մեր իշխանությունը երբևիցե չի ներկայացրել քարտեզներ, որոնց հիման վրա է իրականացում մեր բոլորիս հարցը առ իշխանություն, մինչ այսօր մնում է այն ցույց տվեք այն հիմնական քարտեզները, որի շուրջ եկել եք համաձայնության եւ որ թվականի քարտեզներն։ Իրենք ասում են, բայց երբ հստակ հարցադրումները զանգվածային լրատվության միջոցների կողմից գալիս սահմանազատման հետ կապված ըստ մարզերի, իրենք խուսանավում են ուղիղ պատասխան այդ հարցադրումներին, երբևիցե չի հնչեցվել եւ չեն ցույց տվել։ Դուք կարծում եմ որևէ մեկս կասկածի տակ չեն գտնում, հա, եթե լինեին հստակ քարտեզներ, որոնց հիման վրա Ալմա-Աթան կյանքի է կոչվում, որովհետեւ այո, Ալմա-Աթան ասում է, որ կողմերը կանգնում են այն սահմաններին, որը ԽՍՀՄ փլուզման պահին արկա է եղել։ Բայց
Ալմատան չի տալիս հստակեցում ու բնութագրում, որոնք են այդ սահմանները։ Դրա համար մեր գլխավոր հարցադրումը առ իշխանությունը ու այս process-ում ներգրավված գործիչներ եղել է ցույց տվեք մեր հանրությանը նկարագրված, բնութագրված եւ գծագրված այդ սահմաններն ու քարտեզները։ Քարտեզագրման ինստիտուտը փակելուց հետո էլ ոչ մեկին ոչ մի բան ցույց չեն տալու։ Կներեք, էլի խոսքս վերջացնեմ, կիսատ մնաց։ Երկրորդ բանը, ինչի վերաբերյալ շատ կարևոր է, հա, Ադրբեջանի ընկալման տարբերությունը։ Ինձ ասում է խաղաղության պայմանագրում ֆիքսած է, որ երրորդ կողմի ռազմական ներկայացվածություն պիտի Հայաստանի Հանրապետության տարածքում չլինի։ Եվ երբ որ ուղիղ հարց է տալիս լրագրողը, դա օրինակ եվրոդիտորդներին վերաբերում, ասում է իհարկե, այո։ Անկախ նրանից, ասում է, Հայաստանում գտնվող այդ եվրոպացի դիտորդները ինչ են պատասխանում այդ հարցին, իսկ իրանք ասում են ոչ մեզ դա չի վերաբերում, Հայաստանի իշխանությունները ասում են ոչ դա չի վերաբերում, Ադրբեջանի իշխանությունները ասում են այո վերաբերում է։ Ռազմական ներկայացվածությունը երրորդ ուժերի ինչ ենք հասկանում, օրինակ ռուսական ռազմաբազային կամ սահմանապահներին վերաբերում է, թե չէ, եվրոդիտորդներին դա վերաբերում է, թե չէ, ոչ մեկ մեզ այդ հարցերի պատասխանը չի տալիս, գնացել են ստորագրել են ինչ-որ բան, այսինքն այդ նույն Սյունիքի հատվածի անվտանգության ապահովման մասով, հա, ոչ մեկս գաղափար չունենք, որովհետև 18 հոգի վերականգնում, 18 տարբեր ձևով է դա մեկնաբանում, նույնիսկ Հայաստանի իշխանությունների շրջանակներում մի օրվա ընթացքում կամ մի շաբաթվա ընթացքում կարա 18-ը տարբեր դիրքորոշում լինի եւ նորմալ է որ հասարակ քաղաքացին խճճվում է, նորմալ է որ ինքը չի հասկանում, իսկ վերջը այդ որ քարտեզով են անում, հա, այդ սահմանազատումը, որովհետև այս ամբողջ ընթացքում առնվազն ես լսել եմ մի 5 տարբերակ 5 շրջանի, տենց մեկ 20-ականների 30-ականների, հետո եկանք 70-ականներ, հետ գնացինք 60-ականներ, հետո Ալմաթայի հռչակագրով ոնց կար, հետո պարզվեց այնտեղ քարտեզագրում չկա, այսինքն մարդկանց անընդհատ խճճում են, արդյունքում մարդիկ չեն հասկանում process-ի բունեությունը, վերջը ինչի վրա կանգառնք, նույնիսկ անկեղծ մենք էլ չենք հասկանում որպես փորձագետներ, որովհետև հոդաբաշխ բացատրություն եւ պատասխան որևէ հարցի չկա։ Վերջին հարցը, որին պիտի խնդրեմ շատ կարճ անդրադառնալ, իհարկե զուգահեռը արդեն հնչեց զրույցի ընթացքում, երբ որ հիշեցրեցին, որ 1.5 տարի առաջ իշխանությունը արդեն հայտարարեց սահմանազատման անհրաժեշտության մասին եւ դա Ադրբեջանի պահանջով սկսվեց Բաղանից, Ոսկեպարկ, Իրանց գյուղերի հատվածում եւ հետևանքը բոլորս իհարկե գիտենք։ Այն ժամանակ ասում էին, որ դա անխուսափելի գործընթաց է, որտեղ դա այն ճանապարհն է, որով Արցախենն է վերադարձվելու եւ Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ հիմա գործընթացը կուլիսներում է ընթանում եւ բազմաթիվ հարցադրումներ, որոնք հնչեցին նաեւ այս զրույցի ընթացքում, դեռ չունեն պատասխան։ Ինչ է լինելու, այսինքն ինչ է ձեր կանխատեսումը։ Տեսեք, իրավիճակը ահազանգող է, որովհետեւ գործընթացը, ինչպես հասկանում ենք, կուլիսներից արդեն դուրս է գալիս։ Իսկ երբ կուլիսներից դուրս է գալիս, արդեն ազգային ժողովում օրենսդիր մարմնում քննարկումներ են տեղի ունենում ու արդեն տարբեր ազդակներով խոսում են Տիգրանաշենի հավանական հանձնման մասին, որպես անկլավ։ Սա լրջագույն ահազանգ է եւ ես պնդում եմ, որ մեր օրենսդրության շրջանակներում անկախ իրենց պատկերացումներից ու պայմանավորվածություններից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի իմպերատիվ կանոն, Տիգրանաշենը չի նախ Տիգրանաշենը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս, Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն, Տիգրանաշենը լրջագույն հանձնում է լրջագույն անվտանգային, այդ թվում նաեւ Արցախաշենը լրջագույն անվտանգային խնդիրներ է մեզ համար ու հետևանքային է լինելու մեր թե ինքնիշխանության, թե տարածքային ամբողջականության տեսանկյունից եւ Տիգրանաշենը կարող է հանձնվել բացառապես հանրաքվեի արդյունքում առանց այլախոհության եւ այլամեկնաբանության իշխանությունների կողմից։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ կարեւոր է ֆիքսել, որ հիմա Ալիև Փաշինյան երկխոսություն է գնում նրա շուրջ, թե երբ պիտի դա արվի, որտեվ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձգձգել ընտրություններից հետո այդ սարսափելի զիջումների գնալ եւ սահմանազատման հետ կապված եւ հանրաքվեի անկախության հռչակագրի մասը հանելու վերաբերյալ Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանության ճանաչումից հրաժարվել եւ մնացած այդ ամեն ինչը ոնց որ ինստիտուցիոնալ բնույթ դրան տալուն, ես կարծում եմ, որ ինքը փորձում է ձգել, որ դա անի ընտրություններից հետո, որ ել ավելի շատ չգահավիժի իր ռեյտինգը։ Ալիևը հակառակը ասում է, բա որ
չվերընտրվես։ Ինձ պետք են հիմա երաշխիքներ, որ նույնիսկ եթե դա չլինես դու, քեզնից հետո եկողը մեկ այր վրա վերցրած քո վերցրած պարտավորությունները կատարի, որտեղ քանի անգամ Ադրբեջանի իշխանությունները դա շեշտել են, ասում են մենք կոնկրետ հիմա պիտի դա լուծենք, որովհետև մեզ կարևոր է, որ հայ ազգը գնա իր ձեռքով այդ հանրաքվեին իր անկախության հռչակագիրը ջնջի, որովհետև մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունը կա, վաղը չլինի, այդ ամեն ինչը իրենք փորձելու են չեղարկել։ Հետևաբար մեր համար անհրաժեշտությունը, քանի ասենց այսպես ասած ձեռքից բռնել ենք, ինչ կարողանանք քամենք, ինչ կարողանանք քերենք իրանից։ Մնացել է կես տարի, եւ ես հասկանում եմ, որ այդ պրեսինգը գնալով ավելի ուժեղանալու է։ Դրա հետ զուգահեռ Ալիևը ամեն կերպ Փաշինյանին օգնելու է վերընտրվել, անընդհատ այդ վախի մթնոլորտ ստեղծելով, տալով հնարավորություն Նիկոլին ասել, որ ահա տեսեք, մենակ ես կարամ ձեզ խաղաղություն բերեմ, ես եմ միակը, ով երաշխավորն է, որ Ադրբեջանը չհարձակվի։ Այսինքն այդ օրակարգով, այդ բառամթերքով իրանք միասին զուգահեռ խաղալով, իրար պասեր տալով գնալու են ընտրարշավի։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ այսօր առերեսվեցին Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան եւ սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Առերեսումը վարեց Աննա Իսրայելյանը։